Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր հետևորդներին եւ իհարկե մաղթում ամենայն բարին։ Սիրելի բարեկամներ, մենք հերթական անգամ եթերում ենք եւ հերթական անգամ փորձում ենք ձեզ ներկայացնել Փակ TV-ի կողմից պատրաստած հերթական անակնկալը։ Գիտեք, երևի նկատել եք մեր եթերում հաճախակի մենք տեղ ենք հատկացնում հատկապես երիտասարդ մարդկանց, որոնք նոր են անցնում իրենց անցնելիք ճանապարհը, մարդկանց, որոնց հետ հանդիպումը իսկապես հետաքրքիր է, եւ նրանք տարբեր ոլորտները, տարբեր, այսպես ասած, բնագավառները ներկայացնող անձնավորություններ են։ Այսօր մեր տաղավարում մենք իսկապես մի բացառիկ հյուր ունենք։ Երևանի կինո եւ թատրոնի ուսանողուհի, երգչուհի Սյուզաննա Երանոսյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն, պարոն Գուստյան։ Իրականում նախքան գալս ուսումնասիրել էի ձեր գիրքը եւ ձեր երկար տարիներ ծավալած բովանդակալից գործունեությունը եւ հպարտությամբ եմ ասում, որ պատիվ է ինձ համար այսօր ձեր հյուրը լինելը։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դե ես շնորհակալ եմ, որ եթե իրավունք այդ գիրքը, որ դեռ 25 տարի առաջ էի գրել, քո սեղանին էի այս վերջին օրերին եղել եւ դու կարողացել ես քիչ թե ծանոթանալ Համլետ Ղուշյան անձնավորությանը, հա, այդպես կարելի ասել։ Դե լավ, կարևորը դա չի, կարևորը այսօր որ քեզ ենք ներկայացնելու, քեզ մեր ունկնդրին։ Սիրելի բարեկամներ, գիտեք, իսկապես բացառիկ անձնավորություն է Սյուզաննան։ Սովորաբար մարդիկ, որոնք ունեն հաշմանդամության կարգ, իրենք միշտ մի տեսակ ինչպես ասում են, նորմալ վիճակում չեն կարողանում պատկերացնել, ինչ որ բան նեղում է, բայց Սյուզաննան երջանիկ բացառություններից մեկն է, նա ոչ միայն երգչու է, նա նաև բանաստեղծություններ է գրում, հիանալի բանաստեղծություններ։ Մի խոսքով մարդ, որը ապրում է լիարժեք կյանքով, ձեր, այսպես ասած, կարգավիճակը, ձեր այն բնական իրավիճակը, որում դուք կաք, իսկապես հրաշալի է, որ չի խանգարում ձեզ ստեղծագործելու։ Դուք այդ մասին երբևիցե մտածել եք։ Իհարկե։ Իմ առանձնահատկությանը արդեն բազմիցս անգամներ անդրադարձել եմ, նաև հանրային հարթակներից։ Ձեզ մոտ եւս սիրով կխոսեմ այդ մասին։ Իմ առանձնահատկությունը ինձ միայն օգնում է, իմ տեսակը, բնավորությունը եւ իմ առանձնահատկությունը լրացնում են միմյանց, եւ իմ առանձնահատկության շնորհիվ ես ունենում եմ հրավերներ, հաղորդումների, ֆոտոշութերի, նկարահանումներ եւ դրանք միմիայն ուրախություն են ինձ համար։ Սյուզաննա, ես ասեմ, որ քո կարգավիճակում գտնվող շատ մարդիկ կան եւ նրանց համար դու փարոսի նման մի երևույթ ես, մարդիկ նայելով քեզ, լսելով քեզ հավատում են, որ կյանքը իրոք գեղեցիկ է, շարունակում է պետք է անել ամեն ինչ, որպեսզի լիովին լիարժեք վայելես այդ կյանքը եւ ես ուրախ եմ, որ դու շատ ճիշտ ճանապարհով ես գնում։ Մեր տաղավարում առաջին անգամն ես հույս ունեմ, որ ոչ վերջին, որովհետև քեզ հետ ասելու, խոսելու, քննարկելու շատ բան կա, բայց քանի որ այսօր մեր առաջին, այսպես ասած, եթերն է, ես ուզում եմ քեզ նախ ներկայացնել որպես երգչուհի, որպես ստեղծագործող մարդ, ով իսկապես ոչ միայն հրաշալի ձայն ունի, այլ շատ հետաքրքիր երգարվեստի աշխարհ։ Դու կարողանում ես համատեղել ներկան, նախկին մեր երգարվեստը, ապագան նույնիսկ, եւ սա, գիտես, բացառիկ իսկապես առանձնահատկություն է, որով դու օժտված ես։ Դու ասեցի, որ սովորում ես կինոյի եւ թատրոնի ինստիտուտում, չէ՞, մի ինստիտուտ, որտեղ մշակույթի աշխարհի համար հրաշալի կադրեր են պատրաստում, լավ մեծ դարբնոց է մեր մշակույթային աշխարհի։ Քեզ որքանով օգնեց ուսումը այդ բում, որպեսզի կարողանաս ել ավելի այսպես լիաթոք ստեղծագործես։
Դե քանի որ նոր փոխադրվում եմ երկրորդ կուրս, կուզենամ պատմել ընդհանուր իմ անցած ճանապարհի մասին, եւ քանի որ հենց դուք ներկայացրիք, թե ինչքան շատ եմ ես սիրում երգել, իմ ճանապարհին ես մեծ տեղ եմ տվել երաժշտությանը եւ փորձեմ պատմել իմ երաժշտական ճանապարհի մասին։ Սովորել եւ ավարտել եմ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը եւ հիշում եմ, որ ամեն տարի պարտադիր պետք է մասնակցեի տարեվերջյան հաշվետու համերգներին։ Ես փոքրուց շատ համարձակ տեսակ եմ եղել, միշտ ձգտել եմ բեմեր, մրցույթներ, համերգներ, անգամ երբեմն չգիտակցելով, որ ես դեռ պատրաստ չեմ դրան, բայց այդ համարձակությունը միմիայն օգնել է ինձ։ Երգել եմ իհարկե դպրոցի երգչախմբում, բայց բեմում որպես երգչուհի փոքրիկ առաջին քայլերս արել եմ 2019 թվականից։ Մի հրաշալի մարդ Վահրամ Հովհաննիսյանը նախաձեռնել էր փոքրիկ մրցույթ «Երգիր դու կարող ես», եւ ես բոլորովին անփորձ իմ առաջին քայլերն էի անում բեմում, բայց շատ մեծ քաղցրությամբ եմ հիշում այդ ժամանակները, երբ նոր երգեր էի ընտրում, չգիտեի այդ ամենից օգտվել։ Իսկ 2020 թվականից արդեն փորձելով ավելի պրոֆեսիոնալ ճանապարհով շարունակել սկսածս գործը, ընդունվեցի Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջ։ Քոլեջի տարիները բուռն էին, իհարկե իրենց դժվարությունների հետ մեկտեղ հրաշալի ճանապարհ անցա ես այդ 4 տարին։ Հանդիպումներ ունեցա լեգենդար մարդկանց հետ, ինչպես որ դուք եք ձեր գրքում նշել, այսպես հիշարժան հանդիպումները ինձ մոտ եւս այդ 4 տարվա ընթացքում պատիվ եմ ունեցել լինելու լեգենդար երգչուհի Գայանե Հովհաննիսյանի սանը, ելույթ ունենալու մայստրո Խաչիկ Սահակյանի նվագախմբի հետ, հանդիպել եմ Նիկոլայ Ազնավուրին, Աբրահամ Ռուսոյին եւ այլ շատ արտիստների, նաեւ արտերկրից ժամանած, եւ այդ բազմաբովանդակ կրթությունը տվեց ինձ այն, որ ես կարողացա քոլեջն ավարտելուց անմիջապես հետո համարձակ քայլերով շարժվել առաջ, սկսելով զրոյական կետից ավարտեցի ելույթ ունենալով օպերայի բեմերում, հանրային ռադիոյում, այդպես բազմաթիվ տպավորիչ ելույթներ եմ ունեցել եւ ընդունվեցի իհարկե Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, զուգահեռ նաեւ գործունեություն ծավալելով մանկապատանեկան կենտրոնում։ Ինստիտուտում իհարկե շարունակվում են տպավորիչ հանդիպումները, վերջերս Արա Գևորգյանի հետ ունեցանք համերգային հրաշալի նախագիծ, Սերգեյ Սմբատյանի եւ այդպես։ Սյուզաննա, գիտես, իսկապես չնայած քո երիտասարդ տարիքին բավականին այսպես լիարժեք կյանք եւ հրաշալի ճանապարհ ես անցել ստեղծագործական առումով եւ մենք այսօր փորձելու ենք իհարկե նաեւ քո երգարվեստի նմուշներից մի քանիսը ներկայացնել մեր ունկնդրին, բայց այն որ դու շատ սիրում ես հատկապես հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, պատահական չէ, որ քո սիրած կոմպոզիտորներից մեկն էլ Առնո Բաբաջանյանն է, որի իմ Երևան երգը մենք հիմա առաջարկում եմ ունկնդրենք քո կատարմամբ մեր ուղիղ եթերում եւ այնուհետեւ շարունակենք մեր զրույցը, չես առարկում։ Իհարկե ոչ, մեծ սիրով նաեւ կուզենամ հավելել, որ այս տարի Առնո Բաբաջանյանի 105-ամյակն է։ Այո, սիրելի բարեկամներ, ես ձեզ ասեմ, որ հիմա դուք կլսեք մեր ուղիղ եթերում Սյուզաննա Երանոսյանի Իմ Երևան, Առնո Բաբաջանյանի Իմ Երևանը, շատ խստապահանջ մի եղեք, հաշվի առեք, որ պայմանները իհարկե ճիշտ է ստուդիական են, բայց այն հնարավորությունը չկա ձայնային առումով ավելի ճշմարտացի, ավելի այսպես հնչեղ ձեզ ներկայացնելու, բայց այն ինչ որ կլսեք, կարծում եմ ձեզ որոշակի պատկերացում կտա այս հրաշք աշխանակի երգարվեստի, նրա կատարողական վարպետության մասին։ Խնդրեմ Սյուզաննա, մենք հիմա ձեզ մեծ հաճույքով լսում ենք, կենտրոնացեք եւ երբ առաջին հնչյունները գնան եթեր, ներկայացրեք Իմ Երևանը Առնո Բաբաջանյանի։ Մեծ սիրով։ Այստեղ եմ ծնվել, ես այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորակ,
Հազար ճանապարհ ես դու իմ դեմ բացել, իմ մայր հարազատ, իմ քաղաք, քարդ քարի դեմ սարել, քեզ հետ հասակ եմ արել, իմ Երևան, քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ կապել, առհավետ, քեզ միշտ սիրել եմ, իմ վարքագույն ընկեր, քեզ նվագել եմ, քեզ միշտ երգել, դու անհամար նույսիտում Երևան, ամեն հայի հույսիտում Երևան, դու անհամար նույսիտում Երևան, ամեն հայի հույսիտում Երևան, սիրում եմ գարունդ փարթամ ու լուսե, աշունդ ոսկե մի երաս, նորքիդ բարդիները նազուկ ու վասեմ, սանգվիտ կողակները փիրուս, քեզ հետ կիսել եմ ես միշտ, թե խնդություն և թե վիշտ, իմ Երևան քո ամեն շենքի հետ, ես իմ կյանքն եմ կապել, առհավետ, քեզ միշտ սիրել եմ, իմ վարդագույն ընկեր, քեզ նվագել եմ, քեզ միշտ երգել, դու անհավար նույսիտում Երևան, ամեն հայի հույսիտում Երևան, դու անհամար նույսիտում Երևան, ամեն հայի հույսիտում Երևան, Բրավո, Սուզաննա, ես պարզապես շեացած եմ, պիտի ասեմ, որ դու շատ արտառոց, այսպիսի ձայնային հատկություններ ունես և քո երգը հետագայում ես համոզված եմ, դու դեռ շատ մեծ բեմերից ես երգելու, երբեք չի կարելի շփոթել որևէ այլ երգչուհի, բայց դու ունեցել ես իսկապես լավ ուսուցիչներ, նրանցից մեկի Գայանե Հովհաննիսյանի անունը տվեցիր, ես էլ բախտ եմ ունեցել ճանաչել Գայանեին և շնորհակալ եմ, որ քեզ նման սանունի Գայանեն, գիտես, երգարվեստը մեր երաժշտությունը ընդհանրապես վերջին շրջանում բուռն զարգացում է ապրում, այ քեզ համար ինչ է հայ երգարվեստը, մեր երաժշտությունը ինչով է առանձնանում մյուսներից։ Նախ եւ առաջ, քանի որ խոսք գնաց ուսուցիչների մասին, շնորհակալ եմ շատ իհարկե Գայանե Հովհաննիսյանին իր մեծ աշխատանքի համար, բայց այս ամենից զատ կուզենամ առանձնացնել իմ նվիրյալ, իմ սրտին ամենամոտ, իմ ուսուցիչ ասեմ, բայց նա ոչ միայն ուսուցիչ է ինձ համար, Ռուզաննա Ջամբազյանին, ով ցանկացած հարցով կանգնած է իմ կողքին եւ ավելի շատ է հավատում իմ ուժերին, քան հենց ես ինքս։ Մենք քանի տարի արդեն քայլում ենք միասին եւ ցանկացած հարցով որպես ավակ ընկեր, որպես խորհրդատու նա կանգնած է իմ եւ իր բոլոր սաների կողքին։ Ես իմ հոգաչափ շնորհակալությունն եմ ուզում հայտնել պարզապես իմ ֆատ սիրելի ընկեր Ջամբազյանին։
Իսկ երկարվեստի հետ կապված նախ հայ երկարվեստը ինձ համար առաջին հերթին մեր հայ կոմպոզիտորների ստեղծածն է, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Սայաթ Նովայի, այն ժառանգությունն է, որը մեզ փոխանցվել է եւ մենք պատվով պետք է կրենք եւ տանենք մեզ հետ, փոխանցելով իհարկե մեզանից հետո եկող սերունդներին։ Այո, երկարվեստը փոփոխությունների է ենթարկվել, նաև առաջ է եկել անորակ երաժշտություն, բայց ես ինքս փորձում եմ լսել միայն որակյալը եւ տարածել այն, բոլորին խորհուրդ եմ տալիս, որ լսեն։ Իհարկե, վերջին շրջանում նաև երգում եմ եկեղեցում պատարակներին, հոգևոր երաժշտությունը մի ուրիշ կերպ հանգստացնում է իմ հոգին եւ կարծում եմ բոլոր մարդիկ պետք է առնչակից լինեն իսկական երաժշտության եւ մաքուր մշակույթի հետ։ Գիտես, երբ մեր տաղավարում մենք հյուրընկալում ենք այս կամ այն արվեստագետին, առավել եւս եթե նա երգում է, ես սովորության համաձայն խնդրում եմ, որպեսզի ակապելա նա որևիցե գործ կատարի։ Եվ քանի որ այսօրվա մեր հյուրը դու ես, ինչպես ասում են, այդ խնդրանքս այսօր էլ ուժի մեջ է, ես կխնդրեմ հիմա մի պահ հավաքվես եւ մի շատ փոքրիկ հատված ակապելա մեզ ներկայացնես որևիցե երգից, հետո կասես թե ինչ երգ էր դա։ Բարի, շատ մեծ սիրով։ Դե հանգիստ ուրեմն խորշուն չենք քաշում եւ լսում ենք մեր շատ սիրելի երգչուհուն։ Քեզ ինչպես ես կոչեմ, հայրենիք իմ հայ, հայ քարեր, հայ խաչեր, անգամ ցավն է հայ, ու հավերժ միանուն դու ես իմ սրտում, Հայաստան աշխարհ։ Գիտես, շատ ծանոթ տողեր էին, ինչ երգեր։ Ես երգեցի լուսահոգի երգչուհի Վարդուհի Վարդանյանի Հայաստան աշխարհ երգից փոքրիկ հատված, ուզեցի հայրենիքիս նվիրել այդ ստեղծագործությունը, հատկապես վերջին շրջանում մենք շատ ցավեր տեսանք, բայց մեր հայրենիքը միշտ հառնում է եւ շարժվում առաջ, եւ միշտ իմ սրտում է իհարկե։ Գիտես, բացի այն, որ դու հրաշալի երգում ես, նաև շատ ինքնատիպ բանաստեղծություններ ես գրում, դա ինչով ես բացատրում։ Գիտեք, երբեմն հոգիս լցվում է եւ ուզում եմ արտահայտվել, բայց ցանկացած պահի չեմ կարողանում դա անել։ Պետք է հոգիս պատրաստ լինի այդ թռիչքին եւ եթե կուզենաք կարող եմ սիրով ներկայացնել իմ հեղինակային ստեղծագործություններից մեկը։ Ոչ թե կուզենայի, ես կուզենայի, որ մեր ունկնդիրն էլ դա վայելեր։ Սիրով։ Եթե մի պահ հուսահատվես, հիասթափվես աշխարից, արվեստը քեզ կտա թևեր, որ սավառնի խենթ հոգիդ։ Ճախրի այն ծայր հեռուներում եւ փոթորկի աննկուն, ու ջանքերն իր զուր կորցրած վերագտնի արվեստում։ Որքան բարձր ճախրի ոգիդ, այդքան խաղաղ կլինես։ Արվեստային թռիչքներում Աստված ուղեկից է քեզ։ Եվ իմացիր, կյանքն արվեստ է, մաքուր, ճերմակ մի կտավ։ Պատկերողը դու ինքդ ես։ Լցրու գույներով այն վառ։ Գիտես, իսկապես հրաշալի է, այ փաստորեն երգարվեստը, բանաստեղծությունները քո, ինչպես ասում են, այն սիրելի ոլորտներն են, առանց որի դու չես էլ պատկերացնում քո առօրյան։ Բացարձակ, առանց երաժշտության հատկապես ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Ես ամեն օր պարտադիր լսում եմ երաժշտություն եւ եթե շրջան է գալիս, որ բեմերը պակասում են իմ կյանքից, սկսում է դեպրեսիվ շրջան եւ փորձում եմ ամեն կերպ լրացնել այդ բացը, լինել արվեստին եւ երաժշտությանը մոտ, նաեւ ստեղծագործել իհարկե։ Դե ես իսկապես ինձ համար հայտնություն էր այսօր, ինչպես ասեմ, Սուզաննա Երանոսյան արվեստագետը, երգչուհին, էլ չեմ խոսում քո հրաշալի բանաստեղծությունը գրած, որը նվիրել ես արվեստին, չէ, այդ ոլորտը, որը քեզ շատ հոգեհարազատ է։ Դու այլ ոլորտում քեզ կարող ես պատկերացնել։ Երևի թե ոչ։
Ինչ էլ անեմ, միևնույնը պիտի արվեստի մեջ լինի, արվեստի կոնտեքստում։ Այ ասեցիր, որ հոգևոր երգն էլ քեզ շատ հոգեարազատ է, եւ ասեցիր, որ վերջերս սկսել էր երգել նաեւ եկեղեցական խորում, հա, այդպես։ Այո, պատարակների ժամանակ փորձում եմ Եվ որտեղ ես երգում։ Մասիս քաղաքի Սուրբ Թադևոս եկեղեցու։ Հրաշալի է, ես գիտեմ այդ եկեղեցին, լուսահոգի Հրանտ Վարդանյանը ժամանակին կառուցեց։ Հովանավորությամբ, այո։ Եվ ես կարծում եմ այնտեղ էլ ունես քո, այսպես ասած, ունկնդիրը, քո երկին սպասողը, գալիս են մարդիկ։ Իհարկե, հավատավոր ժողովուրդը միշտ գալիս է, մասնակցում է պատարակներին, փորձում է ապաշխարել եւ ստանալ Աստծուց այդ օրհնությունը, այդ մի քանի ժամը ապրել Աստծու տանը, Աստծու խորհրդով։ Եկեղեցում հոգիդ մի տեսակ այսպես չէ, ավելի է փառավորվում, ավելի հանգիստ ես քեզ զգում, կապ Աստծո հետ, դա շատ կարևոր է։ Իհարկե, նաև ես հաճախ ընթերցում եմ Նարեկացու Մատյան ողբերգությունից հատվածներ եւ չեմ կարող բացատրել զգացողությունս, թե որքան եմ խաղաղվում ընթերցելու ընթացքում։ Մեր հոգեվոր բարձրակետն է Գրիգոր Նարեկացին իր այդ հրաշալի աշխատությամբ։ Դե գիտես, Սուզաննա, դու ոչ միայն ամեն օր քեզ չես պատկերացնում առանց երկարվեստի, այլ նաև առանց ընթերցանությամբ շատ խառնում ես, ես հասկացա, եւ մեր ազգայինը քեզ շատ հոգեարազատ է։ Իհարկե, շատ սիրում եմ բանաստեղծություններ, դրանք ինձ շատ հոգեհարազատ են, բայց քանի որ նշեցի, սովորում եմ Թատերական ինստիտուտում, նաև մասնագիտական գրականություն եմ իհարկե ընթերցում պիեսներ, Շեքսպիր, Մոլիեր, եւ այդպես փորձում եմ համաշխարհային գրականության հետ առնչվել եւ ծանոթ լինել։ Իդեպ Շեքսպիր ասացիր, մենք մի հեղինակային ծրագիր ունենք Փակ TV-ի եթերում, կոչվում է լինել թե չլինել։ Շեքսպիրյան այդ հանրաճարեղ, այդ հարցի պատասխանը ամեն մարդ յուրովի է փորձում գտնել։ Եթե Աստվածավոր ամեն ինչ լավ լինի, շուտով պարզապես պիտի մեկնեմ Մոսկվա բուժումների, վերադարձից հետո քեզ մեծ աչուկով կուզենայի հրավիրել նաև այդ հեղինակային ծրագրին եւ քեզ հետ խոսեինք Շեքսպիրի ավանդական հարցադրման մասին, ինչպես է Սուզաննան պատկերացնում այդ հարցի պատասխանը իր տեսանկյունից լինել թե չլինել, բայց այս հարցի մասին մենք խոսենք, երբ նորից հանդիպենք եթերում, այն էլ լինել թե չլինել հեղինակային ծրագրում։ Պայմանավորվեցինք։ Իհարկե, թող որ Աստված ձեզ քաջ առողջություն տա եւ մենք հանդիպենք, ես շատ մեծ սիրով կլինեմ ձեր հյուրը։ Հիմա տեսեք, ես ասեցի, որ դու հիմնականում հայ մշակույթի, հայ բանավոր խոսքի, մեր բանաստեղծական աշխարհի նվիրյալներից ես, բայց դու նաև հրաշալի կատարում ես այլ ազգերի երգեր, մասնավորապես Էդիթ Պիաֆը քեզ համար այն երգչուհին է, որ նույնպես շատ հոգեհարազատ է։ Հիմա մենք քո կատարմամբ ունկնդրենք նրա երգերից մեկը եւ դու կփորձես պատասխանել, թե ինչու հենց Պիաֆը, ինչու հենց այդ երգը։ Չես արարքում։ Իհարկե ոչ, մեծ սիրով։ Դե լավ, ուրեմն սիրելի բարեկամներ, մեր տաղավարում Սուզաննա Երանոսյանն է եւ լսեք նրա հերթական կատարումը աշխարհահռչակ մեծն Պիաֆի երգերից մեկն է նա հիմա ներկայացնելու։ Խնդրեմ։ Non, rien de rien. Non, je ne regrette rien. Ni le bien qu'on m'a fait, ni le mal, tout ça n'est bien égal. Non, rien de rien. Non, je ne regrette rien. Se payer, balayer, oublier. Je me fous du passé avec mes souvenirs.
j'allume le feu avec le plaisir, je ne grand enchanter, palier des amours, avec leur trémolo, balayer pour toujours, je ne plus baisse bonheur. Non, rien de rien. Non, je ne regrette rien, ni le bien qu'on m'a fait, ni le mal, tout ça va bien égal. Non, rien de rien. Non, je ne regrette rien, car ma vie, car mes joies aujourd'hui, ça commence avec toi. Սուզանը, կեցես, պարզապես ես հիմա պատկերացնում եմ, որ մեր տաղավարում, մեր եթերում սավառնում էր Պիաֆի ոգին և նրա աշխարհահռչակ, ես ոչինչի համար չեմ զղջացել, երգը իհարկե եկավ լրացնելու այդ մեծ երգչուհու արվեստագետի լիարժեք պատկերը մեր տաղավարում։ Պարոն Ղուշյան, իրականում հուզված եմ, այնքան մեծ պատիվ է ձեզանից այսպիսի խոսքեր լսելը։ Ձեզ նման մեծ գործունեություն ծավալած մարդը, եթե ինձ այդպիսի խոսքեր է ասում, ուրեմն ես իսկապես ունեմ ճանապարհ շարունակելու։ Գիտեք, այնքան դժվարություններ եմ ունեցել իմ ճանապարհին։ Մարդիկ, ովքեր փորձել են կոտրել, ինձ հիասթափեցնել, բայց փորձել եմ կրկին շարժվել առաջ։ Պիաֆն այս երգով ուզում է ասել, որ ոչինչի համար չի զղջում իր կյանքում տեղի ունեցած եւ անգամ վատ բաները նրան ուժ են տվել եւ իմ կյանքում եւս այդպես է, վատ իրավիճակներից հետո զգում ես, որ դու ավելի ուժեղ ես դարձել։ Քանի որ հարցրիք, թե ինչու Պիաֆ, ասեմ, որ իմ կյանքում շատ մեծ տեղ են ունեցել Ազնավուրի երգերը եւ քանի որ քոլեջս Ազնավուրի անվան էր, բազմիցս ելույթ եմ ունեցել Ազնավուրի երգերով եւ նրա հատկապես Ամոնե մուա երգով հանդես եմ եկել շատ տարբեր ու շատ մեծ բեմերում, նաեւ Ազնավուրի 100-ամյակի շրջանակներում եւ Ազնավուրն առանց Պիաֆի երևի չէր կարող լինել։ Պիաֆի երգերին եւս շատ մեծ տեղ եմ տալիս, չգիտեմ, առհասարակ ֆրանսիական երգերն ինձ համար ուրիշ հնչողություն ունեն եւ այսօր փորձեցի այս գեղեցիկ երգը ներկայացնել ձեզ սիրով։ Գիտես աղջիկ ջան, այնքան գոհ, շնորհակալ եմ, որ եկար, որովհետեւ ես էլ ճիշտ ասած հուզվել, ես առիթ ունեցա քո հին աշխարհին ավելի մոտիկից շփվելու, քո այդ երգչու ընդհանրապես մշակույթի ոլորտի անձնավորություն որպես ճանաչելու եւ շատ ուրախ եմ, որ դու փաստերի, անակնկալների եւ կարծիքների հերոստալիքում ես այսօր Փակ TV-ում, որը հաշվի որ կլինի քո այսուհետ քո գովազդային, այսպես ասած, գործընկերը եւ կփորձենք բոլոր քո նոր երգերը մեր եթերից տարածել, մարդկանց հասցնել, որովհետեւ այնինչ դու անում ես շատ կարեւոր է մեզ համար։ Նոր սերունդ, նոր խոսք, նոր երգ եւ ամենակարևորը նոր մտքեր ու մտահղացումներ, ինչը մեր երիտասարդ սերունդը պիտի մեզ կարողանա արժանիորեն ներկայացնել, որտեղ հայ մշակույթը իսկապես դարավոր պատմություն ունեցող մշակույթ է եւ այստեղ պետք են մարդիկ, որոնք կարող են նոր խոսք ասել։ Շնորհակալ եմ շատ, այս եթերը նաև հրաշալի հնարավորություն է շնորհակալություն հայտնելու։ Այս տարի նշեցի, որ իրականություն դարձավ իմ վաղեմի երազանքներից մեկը, հայտնվեցի հեռուստաեթերում եւ սա հրաշալի հնարավորություն է շնորհակալություն հայտնելու հանրությունից, հրաշալի արձագանքների, բազմահազարանոց դիտումների եւ գեղեցիկ ու դրական ոգեշնչող մեկնաբանությունների համար անգամ փողոցում ինձ շատերը մոտենում էին, ասում էին, որ տեսել են, ճանաչել են, շնորհակալ եմ բոլորին, թող որ Աստված օրհնի նաև ձեզ, տակ հաջառողջություն եւ
հրաշալի գեղեցիկ եթերներ, որպիսի դուք էլ մեզ նման նոր սկսող մարդկանց տակ հնարավորություններ այս գեղեցիկ հարթակում ելույթ ունենալու։ Շնորհակալ եմ ձեզ անչափ, պատիվ էր ձեր հյուրը լինելը, պարոն Ղուստյան։ Եվ շնորհակալ եմ լավ խոսքերի համար, փոխանակ ես քեզ գովաբանեմ, դու ես ինձ անդադ գովաբանում։ Սիրելի բարեկամներ, իսկապես մի հրաշալի բացառիկ անձնավորություն էր այսօր Փակ TV տաղավարում։ Սյուզաննա Երանոսյանը, հրաշալի մի անձնավորություն, ում հետ նոր հանդիպումները սարերի ետևում չեն։ Այսօր այսքանը, ցտեսություն։